Նախասեմ, Ուիլսոնի իրավարար վճիռը 2011 թվականն է տպվել, ես եմ տպել։ Դրա անգլերեն, հետո էլի ես եմ տպել դրա թարգմանությունը իսպաներեն, ես եմ տպել ռուսերեն թարգմանությունը, թուրքերեն թարգմանությունը, ես եմ էլի կամ վճարել, կամ դրա հայթայթել դրա գերմաներեն, ֆրանսերեն թարգմանության համար, դրա մասին հազարավոր ելույթներ եմ ունեցել, բա որ դուք գիտեք եւ հայությունը գիտեր, բա ինչի դրա մասին չէր խոսում, դրա մասին դա այո գիտեին 20-ականներին Վահան Քարտաշյանի ժամանակ եւ նրա շնորհիվ, բայց դա մոռացվել էր, անգամ Վահան Քարտաշյանի գերեզմանի տեղն էր մոռացվել, ինչի մասին է խոսքը, այդ մարդկանց գերեզմանի տեղը, կամ նույն Ռուբեն Դարփինյանի գերեզմանի տեղն էր, գիտեն, ով գիտի դրա մասին, մի հատ էլ ցույց տվեք իմ այս գործունեությունից առաջ դրա նախորդող 50 տարին, ով ինչա դրա մասին գրել, երբ որ ես այդ փաստաթուղթը արխիվից ամերիկյան վերցեցի պատճենում էի, հարցրեցի, ով է վերջին անգամ այս փաստաթուղթը նայել եւ այլն, ասենց մենք լրիվ տվյալները չունենք, ունենք 50 տարվա տվյալները, վերջին 50 տարվա ընթացքում ոչ մեկը, բայց որտեղից գիտեն, հասկանում եք, չի կարելի մակերեսային մի երկու բան իմանալը համարել գիտենալ, իդեպ ես ամեն տարի գրեթե դալիճ եմ վարձում, ամեն տարի կոչ եմ անում մարդկանց, ովքեր որ դեմ են խոսում կամ բան, գան այդ դալիճը, հիմնականում անիմա կամ անիպլազայի, եկեք բան անենք, բանավիճենք եւ դեմ խոսացեք, դեմ խոսացող չկա, հիմա ինչպես դա պետք է արվի, դրա մասին խոսած շատ պարզ, մեր շահերը պիտի համընկնի մեծ ուժերի շահի, այդ որ ասում եք մենակ զենքով կա, դուք ոնց եք հաղթելու մենակ զենքով Թուրքիային, կարաք բացատրեք, ոչ այդպես չի լուծվելու, լուծվելու է այն ժամանակ, երբ որ աշխարհի մեծամեծերը, այդ թվում Միացյալ Նահանգները, շահագրգռված են լինելու, որ անվերահսկելի Թուրքիայի փոխարեն եւ շատ ավելի սեթևետ դարձող, ստեղծվեն 2-3 պետություններ, որոնք կլինեն ավելի վերահսկելի եւ կառավարելի, թուրքական պետություն, հայկական պետություն եւ այլն եւ այլն։ Սա է։ Դուք պետք է լինեք, որպես Հայաստանը պետք է չլինի ռուսական շահերի սպասարկող, որպեսզի Հայաստանի մեծացումն ու հզորացումը չընկալվի Ռուսաստանի դիրքերի մեծացում եւ հզորացում։ Ինչի 1945-ին արևմուտքը թեմեր, որ Ստալինը գրավեր արևմտյան Հայաստանը, այսպես ասած։ Շատ բարձ պատճառով, որտեղ դա ոչ թե Հայաստանի տարածք էր լինելու, այլ Ստալինյան Սովետ Միության։ Իսկ իրանք չէին ուզում, որ Ստալինի դիրքերը միջին արևելքում ամրանա։ Հիմա էլ քանի դեռ մենք ռուսների հետ ենք, ասում են Ղարաբաղի հարցում ինչու՞ չէ։ Այսինքն հայերի դիրքի ուժեղացումը Ղարաբաղում նշում է ռուսների դիրքի ուժեղացում։ 1000 անգամ ասել է դրա մասը սերբերի օրինակը նայեք, դու Ղարաբաղցիներն էի ասել, սերբերը տուժեցին, տրոհվեցին, անգամ Չեռնագորյան պոկեցին սերբերից, որովհետև պրոռուսական են, որովհետև Ռուսաստանը չի կարողանալու եւ չի կուզելու ձեզ աջակցի, ինչպես սերբերին, ձեզ փուրնա տալու, այդպես էլ եղավ։ Հիմա ուզում եք Հայաստանը ապագա ունենա, նա չի կարող սպասարկել ռուսական շահերը եւ ապագա ունենա, որտեղ Ռուսաստանը թույլ է, քան հակառուսական ուժերը, Ռուսաստանը այսքան պրո-հայկական չի, ինչքան պրո-ադրբեջանական է։ Վերջ, ուրեմն մենք պիտի պատրաստենք իրավական փաթեթը, մենք պիտի քրդերի հետ աշխատանք տանենք, մենք պիտի ամերիկացիների հետ աշխատանք տանենք եւ այլն։ Այսօր հարյուրավոր ես բան եմ արել իրավարար վճիռ եմ տվել այդ մարդկանց, այդ թվում Թրամփի ամենամոտ շրջապատին տվել եմ, բա տպեիք տայք այդ գիրքը, գիտեիք, կամ այ հիմա ուղարկեք $10,000, ես տպեմ էլի այդ նորից գիրքը բաժանենք, այդ չխոսալու փոխարեն գործ արեք, տվեք $10,000, ես էլի տպեմ էդի, որովհետև այդ եղած գիրքն էլ ինձանից խլել են, փակի տակ են պահում պրոռուսական KGB-ական ուժերը, իմ ամբողջ գրականության հետ բանում իմ նախկին օֆիսի շենքում, եւ մենք պակաս ունենք, բանը, անցեք գործնականի, որ ասում եք խոսում եք, խոսքից անցեք գործի, հովանավորեք արբիտրալ ավորդի տպագրությունը։